4 տարեկան դղեկը, որ գայցել էր իր մեծ հորը դունը, գվազե իր հորը կրաթարանը, ուր իր հայրը ուշի ուշով քիրք մը գարտար, և ծերքը թեղծ մգար։ Պամը գսե, որ մեծ հայրիկը չաս գնար, և թեղծը մեծ հայրիկին ծերքը գուդա։ Եվ մեծ հայրիկը գարձելով, որ իր գինը իրեն բդուղ գրգած է որ ուդե, գարն է և ամիջապես գսկսի ուդելու։ Եվ քիչ վերջ գթարնա և գտեսնի որ իր թորնիկը գուլա։ Եվ գզարմանա, որ ինչու քույրի թորնիկը գուլա։ Գսե դղաս ինչ եղավ գսե, մեծ հայրիկ գսե, ես քեզի ուդելու չիպերի այդ թեղծը գսե, որդ մգար մեջը, այդ որդ հանելու համար քեզի այդ թեղծը դվի։ Ասիգա շադակա մեզալ գբադայան, բես չէ, գլսենք պաներ, բայց չենք հասկնար, կամ մեր միտքը հոն չէ, ագանչնիս պաց է, խոսակցությունը գլսենք, բայց մեր մտքերը դարբեր դեղեր են, և այդ խոսակցության նպատակը իր նպատակին չհասնիր։ Շատ անգամ խոսակցություններ գունենանք մեգումի հետ և երբ որ խոսակցությունը գծկենք երթանք, վարգյամը վերջ կփորձենք հիշել, թե ինչ կխոսենք, չենք հիշեր նույնիսկ ինչի մասին խոսեցանք այդ անձին հետ։ Միան ինձի կբադայի ասից, թե ոչ ուրիշներուն ալ կբադայի։ Ճիշտ այստեղ է, որ մտիկ ընելու վարպետությունը պետք ունենք ամեն կսալ, լսելը մեկ բան է, բայց մտիկ ընելը ուրիշ բան է, և մտիկ ընելով շատ բաներ կգնանք հասկանալ, բայց լսելը ասել չէ, թե անպայման մտիկ կնենք մեր լսածին։ Եվ կարևոր է, որ մեր հարաբերություններու մեջ, ամեն մեր լսածներու մեջ, լսել լե անթին մտիկ ընել և հասկանալ, որբեսի այդ հասկացողությունը օգտակար բամը հարաճ բերե։ Եթե մտիկ չեն գներ, ադի կնշանակե մեգումը խոսիլ հայրենով, որ հայրեն չի հասկնար, վերջավորության ոչ մեկ օգուտ կբերե։ Գրնան լսել, բայց անչադում մգա այդ հասկացողությունը չլալում պատճառով։ Եվ այսօր մենք կշարունակենք արակները, որ Հիսուս սկսավ խոսիլ իր աշակերտներուն և սերմնացանին արակն է, որում մասին սկսանք սերդել, և Հիսուս գսե սերմնացանին արակի մեջ, թե լսելը առաջին քայլն է լավ հողին մեջ բդուղներ հարաճ բերելու։ Ոչ թե միան պետք է լսենք խոսքը, այլ նաև հասկանանք Աստծո խոսքը, որպեսզի գարնանք բդուղ բերել մեր կյանքերեն ներս։ Եվ այդ բդուղ բերելու մասը անշուշտ կբահանջի հնազանդություն, որ քալիք կիրակի անոր մասին պիտի խոսենք։ Ոչ մեկ օգուտ ունի լսել բամը, եթե չենք հասկնար մեր լսածը և մտիկ չեն գներ, ադիգա բարձրապես ժամավաճառություն է։ Մեր հատվածը Մատթեոս 13:9-ի մեջն է, ուր Հիսուս սերմնացանին արագի մասին գխոսի, գսե շատեր ինգան ջամփուն եզերքը և թրջունները եկան ու գերան, հետո երկրորդ խումբի սերմերու մասին որ գխոսի, գսե ժայռոտ դեղերը ինգան, հոնդեղը շատ հող չլալուն համար շուտ մը ձլեցան, բայց արևը որ ելավ, գսե քանի որ հողը շատ փարագ էր, ամիջապես ինչ որ ձլավ ետ չորցավ, և երորդ խումբի հունդերը, որում ասուն Հիսուս խոսեցավ, փուշերն էին, փուշոտ դեղեր ինգած հունդերն էին, ուր աջեցան, բայց փուշերը եկան և անոնց խեղտեցին գսե։ Եվ Մատթեոս 13:18-23-ի մեջ Հիսուս բացատրությունը տվավ, թե ինչ ասել է ասոնք, բարձրապես կարճ քաղված մգուզեմնել, որբեսի հասնենք մեր դեղը այսօրվա փարի հողին, լավ հողին, ջամփային եզերքը ինգածները գսե, չարը գուքա և գհապշտագե,
թրջուններուն բացատրությունը աներ, անոր սրդի մեջ ցանածը ինչ որ խոսք սրդի մեջ կար գսե գկողնա եւ գդանի։ Եվ ժայրոտ դեղերու մեջ գսե դարաբանք կամ հալածանք լալուն համար խոսքին վրայով գսե, խոսքին պատճառով անոնքալ շուտմը գչորնան եւ բդուղ չեմպերեր, իսկ երրորդը գսե փուշերու մեջ եղածը գսե աշխարհի հոգերը եւ հարստության խապեյությունը գուքա եւ գխեղտե անցանված ցունդերը եւ անգամ եւս անբդուղ գթարնան այդ անցիգը։ Իսկ լավ հողի մեջ հոսե գար այսօրվա մեր շեշտը, իսկ լավ հողի մեջ սերմ ստացողը ան է, որ խոսքը գլսե ու նաեւ գհասկնա եւ բդուղ գուտա։ Եվ գպերը 1000, մյուսը 60, մյուսը 30 անգամ ցանածին։ Այս է, որ մենք ամենք սալ գցանգանք ունենալ, որ բդուղ բերենք, մեկին դեղ 100, մեկին դեղ 60, մեկին դեղ 30, ոչ մեկ բան 0-ին լավ է, բայց ցանգանք 100-ը բերել։ Մենք ամենքը սալ բարդեզներու բես ենք սրերներ։ Բարդեզը, եթե իրապես բտղափեր բիդլա, օգտագար բիդլա, շատ հոգ դարվելու պետք ունի։ Շնորհքով, եթե հոգ չի դարվի, այդ բարդեսը շատ շուտ գավրվի։ Չեմ գիտեր քանիները գերտակ բարդեզներ, ուր ամեն տեսակ փուշեր այսպես կան, ամեն դեղեն ջուրը դնգված եւ հոնքալել դալ չի կար, որովհետեւ բարդեզը դուրս ամեն բանի գնմանի։ Եվ Աստվածալ երբեմն մեր կյանքերու մեջ չի գնար քալել այդ քեղեցիկ բարդեզները, որ գուզե մեր հոգևոր կյանքերու մեջ ունենանք, չի գնար քալել, որովհետև ամեն տեսակ բաներ փուսած են եւ հոնդերը ինքը հանկիստ չսկար։ Հոգ երբ որ չենք տանիր մեր բարդեզներուն, այդ բարդեզները շատ թրությամբ գավրվին։ Նույնպես մեր հոգևոր կյանքերու մեջ, մեր անձնական կյանքերու մեջ, մեր հոգևոր բարդեզները, եթե սկսությամբ մշակություն եւ գրթություն չլան այնտեղը, շատ թյուրությամբ կխանգարվին եւ գավրվին։ Բարդիզմանը միշտ պետք է հողը դարձնե, պետք է քաշե այն բոլոր բաները, որ իրենց աջածեն եւ ինքը չէ ցանած եւ գծրակրե հողի մեջ ինչ ցանե հունդերը գծանե անգևեր ճուր գուտա գսնուցանե եւ երբ որ այս բոլորը գնե միակ այնադեն է որ հունցկի արդյունքը գվայել է եւ գուրախանա մեծնալու համար արատ հունց կունենալու համար մեր ներքին Գյանքին մեջը բդուղ ունենալու համար սրելներ պետք է մեր գյանքերը մշակվին, հոգ տարվին, սնուցանվին, չրվին եւ կանոնավորապես Աստծո խոսքով միշտ զորացնենք մեր գյանքերը։ Երբ որ թույլնանք մեր պատասխանատվություններու մեջ լսելու եւ հասկանալու ինչ որ համարը մեզի ըսավ քախնիկը թե ինչպես բդուղ գրնանք բերել, այն ադեն պիտի թույլնանք մեր հոգևոր կյանքի մեջալ։ Եվ մեր ներքին կյանքը պիտի դգարանա եւ մեր հավատքի կյանքը պիտի դգարանա։ Շատ ուրախ եմ, որ անցյալ գիրագի մեր բակեղբայրը հավատքի մասին խոսած էր։ Մեր հավատքի կյանքը շատ կարեւոր է եւ եթե չենք մշակեր մեր ներքին հոգին շատ թյուրությամբ մեր հավատքը գրնա դգարանալ։ Փարի հողը, լավ հողը այս արագի մեջը կներկայացնե Հիսուս կսե մեր սրտերը, ուր մենք կրնանք լսել Աստծո խոսքը եւ կրնանք հասկանալ եւ բդուղ բերել։ Իսկ եթե այդ է փարի հողը եւ բդուղ պետք է բերե, մեզի շատ հստակ կլա որ մշակելը այդ մեր կյանքին մշակությունը շատ կարևոր է առաջին քայլը որ պետք է առնենք լսել է եւ եթե լսելու ուշադրություն չենք
դարձներ, դժվար է հասկանալ եւ դժվար է նաեւ բդուղ բերել։ Ինչպես կրնանք լսել։ Այսօր այդ կետը միան պիտի սերդենք եւ դերգամի կալ գիրագի հասկանալը եւ հնազանդելու մասնալ պիտի խոսենք։ Ինչպես կրնանք լսել։ Իրապես լսել։ Մավիլսեք ինչս է իրապես լսել։ Սուտ լսել ալգա։ Այո։ Լսել գա, որ մդիկ չներ։ Միան ցայն գլսե։ Անորամար Հակոբու 1:19 մեջ կսե Հակոբոս կսե սիրելի եղբայրներս, ամեն մարդ թող արակը լսելու մեջ, թանթաղ խոսելու մեջ, թանթաղ փարգանալու մեջ։ Մարդիկ կան, որ աչքեր ունին, բայց գույր են, չեն տեսներ։ Աստծո խոսքը մեզի հստակ կսե այս մեկը։ Ուրիշներ կան, որ խելացի են, բայց հասկացողություն չունին։ Եվ ուրիշներ ալ կան, որ շատ լավ գլսեն, բայց փամը մդիկ չեն ներ։ Այն անձը, որ լավ հող ունի, որպեսի հունդերը անոր մեջ աջին եւ մեծնան, ինչպես լավ հողը պատրաստ են միշտ լսելու եւ մդիգնելու։ Երբեք պիտի չսեմ, որ ես այս բանը գիտեմ։ Կամ թե հիմա սպաղած եմ մդիգնելու։ Ժամանակ չունիմ այդ բանը մդիգնելու։ Միշտ ագանչնին բաց է լսելու Աստծո խոսքը եւ Աստծո խոսքին իմաստությունը։ Երևակայեցեք, որքան դժվարությունները պիտի հերու մնանք, եթե մեր ագանչները միշտ բաց պահենք մդիգնելու Աստծո խոսքին ճշմարտություններուն։ Եթե ճշմարտապես գուզենք լսել եւ հասկանալ, պետք է մդիգնենք ամեն բանի, որ Աստված մեզի գսե։ Եվ Աստված դարբեր ցևերով գխոսի։ Աստուծո մոդեցումները շատ են։ Միան Աստծո խոսքեն չեն։ Իմաստության խոսքեր ադեն մինչև նույնիսկ բզդիկներեն գրնա մեզի խոսիլ։ Բզդիկները մեզի գրնան խոսիլ։ Դժվարությունը այն է, որ շատերս անկարող ենք մդիգնել, որովհետև մեր մտքերը լեցուն են միշտ ամեն տեսակ նյութերով եւ մեկ խորհուրդը չի վերջացած միշտ խորհրդին գվազենք մեր մտքի մեջը եւ երբ որ խոսակցություն ունենանք չենք կրնար սպասել որ թիմացինը խոսակցություն իր սելիկը վերջացնե որ մենք խոսենք մեր խոսելիքը եւ այդպես անելով գանդեսենք մդիգնելու վարպետությունը որ մդիգնելը հասկացողության կդանի։ Սուպիրքի մեջ շատ օրինակներ կան այսպես։ Իսրայելի ժողովուրդը, երբ որ Եգիպտոսի երկրին ելան, անաբադը կացին, Աստված դարբեր ցևերով իրենց խոսեցավ։ Լսեցին Աստուծո ցայնը, բայց մդիկ չրին։ Եվ դեր մասա, որ չուզեցին լսելալ, որովհետև Աստուծո ցայնը իրենց բաղցուց, Մովսեսին թունքնա, հետո մեզի բատմե, բայց երկրորդ փերնով լսվածնալ լսեցին Աստուծո խոսածները, բայց մդիկ չգրցան անել։ Եղիայի բարակային գգարտանք, որ Եղիա լսեց փոթորիկին ցայնը, դեսավ գրագը, ըսկաց հովին զորությունը, բայց երբ որ Աստված խոսեցավ, չգրցավ լսել այդ մեղմ ցայնը, որի միջոցով Աստված իրեն գխոսեր։ Ամենահետաքրքրականը նոր գդագարանի մեջ է։ Աշակերտները, որ Հիսուսի հետ քալեցին 3.5 տարի, խոսքը, որ մարմին արած էր, իրենց մեջ կփնագեր, եւ Հիսուս ամեն օր իրենց կսորվեցներ։ Գլսեին, բայց կարծես թե մդիկ չէին ներ, որովհետեւ երբ որ Հիսուսը սկսավ խոսել իր խաչելության մասին, ամեն այդ 3.5 տարին իրենց բացատրած էր, սորվեցած էր, թե ինչեր պիտի լար, կարծես թե առաջին անգամն է գլսեին։ Հիսուս հարություն արավ եւ դակավին շվարած էին, թե ինչ կբադահեր, հակառակ որ Հիսուս ամեն բան իրենց ըսած էր, բայց լսած էին մդիկ չէին ըրած։ Ամեն օր
Հիսուս իրենց ճշմարտությունները խոսեր, բայց չգրցան մտիգնել։ Եվ այսօր շատերս նույնպես այդ դժվարություն ունենք։ Քայներդ անգերձ եղեք հիմա։ Հոստ նստած եք, այնպես չէ, գլսեք ինձի, բայց իրականության մեջ մտիկ չգներ։ Ցեզի չամաչտնելու համար չեմ ասել ասիգավ։ Բարձաբես տասը գուզեմ սորվեցնել, որ մտիգնելը it's an art անգլերենով ասեն, այսինքն վարժությունն է, որ շատ կարևոր է, որ մենք մեր անձերը պետք է վարժեցնենք։ Հոստ նստած ենք, բայց մեր մտքերը եկեղեցի են դուրս են։ Կմտածենք եկեղեցի են վերջ ինչ պիտի դնենք, կամ թե ինչ պիտի ուտենք, կամ ոմանք այսօր անցած են վաղվա մասին սկսան մտածելու, վաղը կորձի մեջ ինչ պիտի դնեմ, ինչ պիտի ելա։ Կտեսնեք սիրելիներ, կխոսիմ այստեղ ցեզի, շատ հավանական է, որ գարկ բաներ որսի բլա 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 լսվեցավ։ Եվ ասիգա է դժվարությունը, որ հավատացյալներս ունենք, երբ Աստված կխոսի, Աստծո խոսքերը մեզի բլա 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 գուքան, եւ ադոր համար դերմը չենք ասնիր, հասկացողության չենք ասնիր, որ մեր վերջը գարելի պիտի լա բդուղներ հարաճ բերել։ Ինչու համար Հակոբու նամակի մեջը գսե, որ արակը լանք լսելու, գամած խոսելու եւ գամած բարգանալու, որովհետեւ շատ անգամ երբ որ մեկը մեզ հետ կխոսի, ամիջապես մենք եզրակացություններու գասնենք եւ քանի որ մեր միտքը արդեն որոշեցինք, լման պատմությունը չենք լսեր եւ լման հասկացողությունը չենք ունենար, անորամար չենք գնար օգտակարը լալ թիմացինին եւ պատճառն է որ հավատացյալներս որ պետք է իրարու շինենք ադոր մեջ կցախողենք, որովհետև իրարու լսելու դժվարություն ունենք։ Եվ ասիկա կտեսնենք, ինչպես Հիսուսին որն է մեծակույն բադվիրանսավ, կուդեր Աստվածը ծիրես եւ կունգերը ծիրես, կտեսնենք, որ նույն բարդականությունը ունենք իրարու լսելու մեջ, որբեսի գարենանք աջիլ Աստուծո թակավորության մեջ, նախ լսել Աստուծո, մտիգնել իրեն, որբեսի գարենանք նույն բանը անել մեր շուրջիներուն, որ իրարու շինենք եւ Աստծո թակավորությունը աջի եւ մեծնա։ Այսօր շատ հստակ կդառնա, որ մեկը որ լավ հողի մեջն է, ամենե առաջ պետք է գարենա մտիգնել իր լսածին։ Մտիգնելը առաջին քայլն է հասկացողության եւ եթե մենք չենք գնար մտիգնել, երբեք պիտի չգրնանք հասկանալ Աստծո ճշմարտությունները Աստուծո խոսքի մեջ որ գտնվի որ Աստված մեզի ամեն օր գուտա եւ ասիգա գթարնա արկելք որբեսի նույն հագարակ որ լավ հողի մեջ գտնվենք երբ որ մտիգնելու կարողության մեջ դգարենք հասկացողություն չենք ունենար եւ չենք գնար դառնալ բդղադու անցիկ որ դերոջը հաջելի լանք դերը գամի քալ գիրագի Պիտի խոսենք հասկացողության մասին, հաջորդ քայլը եւ ինչպես հասկացողութեն են վերջ բդղապեր դառնալ։ Դերը օրհնե բոլորին։